նախ սկսեմ Արցախի հարցով բանակցային գործընթացի մի քանի դրվագներից, որին արձագանքելու հնարավորություն ռեգլամենտի պատճառով չունեցա։ Նախ 2014 թվականի Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն հարձակումների շարքի մասին շատ երկար կարող եմ խոսալ։ Դրա ռազմական, քաղաքական, դիվանագիտական ազդեցության մասին, բայց դա առաջին հերթին արդյունքներ նրան, որ Ադրբեջանը 11 թվականին հրաժարվեց վերջին պահին ստորագրելու Կազանյան փաստաթուղթը եւ դրանից հետո փորձեց Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ շանտաժային քաղաքականություն իրականացնել։ Իդեպ դա բացարձակ նրան չհաջողվեց, որովհետեւ այն գործողությունները, որոնք Հայաստանի զինված ուժերը հայաստանյան հատվածում Արցախի պաշտպանության բանակի ուղղություններում գործադրել են, հնարավորություն չտվեցին, որպեսզի Ադրբեջանը իր այդ գործողությունները վերածի խաղաթղթի կամ ճնշման միջոցի։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Արցախում ունեցած տարբեր ֆորմատով հանդիպումներին, ապա բանակցային գործընթացի կարևոր փուլերից առաջ, հետո եւ բոլոր այն ժամանակահատվածներում, որտեղ անհրաժեշտություն է եղել մարդկանց կամ հասարակության տարբեր խմբերի հետ շփվելու եւ ներկայացնելու process-ը հանրապետական իշխանության ժամանակահատվածում որևէ խնդիր չի եղել։ Մատննշված օրինակներից մեկը դրանցից մեկն էր, որը 2016 թվականին է եղել, որ ընթացքում Սերժ Սարգսյանը ընդհանրապես ներկայացրել է բանակցային գործընթացի այդ իրավիճակները, որոնք այդ պահին եղել են, եւ ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որը Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացում իրացրել է։ Դրան զուգահեռ հիշեցնեմ, որ նաև բանակցային գործընթացի հետ կապված դետալները Արցախի մեր ժամանակվա իշխանություններին ներկայացվում էր նաև համանախագահների կողմից, համանախագահների ԵԱԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպր միջոցով եւ մինչեւ 2018-ի այդ ժամանակահատվածը ունենք լրիվ այլ իրավիճակ։ Շատ կարճ արձագանքեմ նաև կահավորման հետ կապված խնդիրներին, եթե ես հիմա զինված ուժերի հետ կապված խնդրահարույց տարբեր դրվագների մասին սկսեմ խոսելը, եթերը պետք է անջատվի, մեր գործընկերներին պետք է խնդրենք պարզապես սենյակից դուրս գան, եւ այս բանը ես չի ուզում այդ երկու իրադարձությունները իրար խառնենք, եւ երկրորդը, երբ որ դուք ասում եք, որ դուք ուզենայիք իմանալ, ես օրինակ ձեզ ասեմ, որ վերջին 5 ամիսը օրինակ ես դրա հնարավորություն չունեմ։ Բազմաթիվ գրություններ պաշտպանության նախարարության հետ, բայց փաստացիկան մերժումներ առաջնագծում, կոնկրետ առաջնագծի իրավիճակին ծանոթանալու տեղում իրավիճակը գնահատելու համար։ Զինված ուժերի բազմաթիվ խնդիրներին կարող եմ շատ երկար խոսել, ուղղակի այսօր այդ պատեհ առիթը չի։ Վերադառնալով թեմային, իմ մոտեցումը հետևյալն է, ես հարակից զեկուցողին կոնկրետ հարցեր ներկայացրեցի, ակնկալելով կոնկրետ պատասխաններ կառավարության ձախողման հետ կապված, որտեղ անկախ այն հանգամանքից, թե գործող իշխանությունը կամ նրա առանձին դեմքեր տարբեր դրվագներ ինչպես կներկայացնեն, կասեն, թե դրա ինչի հետևանք է եւ այլն, փաստ է, որ 21 թվականի նախընտրական փուլում, երբ որ դուք հռչակում եք խաղաղության, այսպես կոչված խաղաղության դարաշրջանը, դրան զուգահեռ հենց այդ օրերին մայիս ամսին արդեն Ադրբեջանը սկսել էր իր հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Երբ որ դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի ապագայի մասին, 22 թվականին Հայաստանի դեմ հերթական ագրեսիան էր իրականացվում, որի հետևանքով մենք ունեցանք ինչպես տարածքային հսկայական կորուստներ, այնպես ունեցանք մարդկային 224 զոհեր։ Նույն այսպես կոչված խաղաղության դարաշրջանի ժամանակահատվածում 23 թվականի մարտի վերջին ապրիլի սկզբին տեղ գյուղիղությամբ հայտնի հարձակումն եղավ, որի հետևանքով մենք տարածքային բավականին խոցելի իրավիճակներ ունեցանք։ Արդյոք դա չի նշանակում, որ կառավարություն ձախողել է անվտանգության եւ դիվանագիտության առումով իր հանձնառությունը, բնականաբար ձախողվել է, անկախ քանից թե դրա համար ինչ պատճառաբանություն կներկայացվի։ Արդյոք կառավարությունը տապալել է իր գործունեությունը հենց միայն նրանով, որ իր սկզբունքները, թեկուզ ինչպես դուք եք շատ դեպքերում ասում, իրողությունների բերումով բերել է նրան, որ ձեր դիրքորոշումը Արցախի հարցով փոփոխության է ենթարկվել, դարձել է ճիշտ հակառակը եւ դուք ընդհանրապես որպես հետևանք փորձում եք ներկայացնել, թե դա ինչի էր հանգեցրել, ինչ իրավիճակ էր եւ ինչու եք դուք գնացել ստիպված այդ քայլին։ Արդյոք ցանկացած կառավարության համար կարևորագույն խնդիրը չէ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։
իհարկե այդպես է նորմալ բոլոր պետությունների դեպքում, եւ այս դեպքում անկախ պատճառներից դուք տապալել եք այդ հանձնառությունը, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն խախտվել է, այլ դա նաեւ օգտագործվել է որպես ճնշում ՄԱՀԱԿ Հայաստանի Հանրապետության վրա, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանից կորուստներ եւ զիջումներ կորզելու համար։ Եվ առհասարակ այսօրվա նաև քննարկման հետ կապված, թեև գործընկերս նկատեց, որ յուրաքանչյուր հարցադրում անող կամ ելույթ ունեցող ասում էր, որ սուտ հարցի համար է տալիս տեխնիկական եւ քննարկում չէ, ես ինքս կարևորում եմ այսօրվա այստեղ տեղի ունեցած քննարկումը։ Բնականաբար չեմ կարծում, թե նստած տեղից որևէ մեկը ակնկալիք է ունեցել, որ մեր մոտեցումները համահունչ կլինեին, բայց ինքնին կարևորում եմ, որ թեման իր քննարկումը ստանում է, որովհետեւ այն լեգիտիմ հիմքերը, որոնք ներկայացված են, նույնիսկ ձեր պարագայում, անկախ նրանից, թե դուք ոնց եք դա ներկայացնում դրա խախտումը, ըստ էության նաև ցույց է տալիս, որ դուք էլ թեկուզ մեղմացված կամ մեղմ գույներով, բայց դուք էլ այդ երանգավորումը ընդունում եք, որ եղել են ձախողումներ, որը մեր գնահատականն այն է, որ դա լեգիտիմ հիմք է ստեղծում վարչապետի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար, իսկ ձեր հիմնավորումները այստեղ բնականաբար որևէ ձևով չեն կարող ընկալելի լինել։ Առայժմ այսքանը